Պարոն Հակոբյան, ես փորձեմ անսամ ձեր հորդորին ու նորմալ քաղաքակիրթ մի հատ փաստարկներով փորձենք փոխանակվենք, էլի։ Տեսեք, դուք խոսում եք ժողովրդավարություն, նույն ելույթի մասին եմ, էլի խոսում, ուզում եմ հարց ուղղել, որին հետագայում ելույթով եթե նպատակահարմար գտնեք, պատասխանեք։ Օրինակ ասում եք, որ երբ որ մենք ասում ենք ընտրված քաղաքապետ եւ այլ, դուք այդտեղ ասում եք ընտրություններով դուք քաղաքապետ չի ընտրվել, հետո խոսում եք որպես դա որպես որ բացական երևույթ եք ներկայացնում, բայց դրանից առաջ խոսում եք ժողովրդավարությունից։ Դուք գիտեք, չէ՞, որ կայացած ժողովրդավար երկրներում որպես կանոն ընտրություններում ոչ մի ուժ բացարձակ մեծամասնություն չի հավաքում։ Հիմա այս երկու փաստը որ գիտեք, չեք զգում, որ մի տեսակ հակասություն կա, երբ որ դա որպես բացական եք ներկայացնում, հետո ասում եք ժողովրդավարություն չկա կամ դրանից առաջ։ Կամ երբ որ դրանից անմիջապես առաջ, հենց Գյումրիում քաղաքապետ ընտրվել է, էլի մեծամասնություն չհավաքած քաղաքական ուժի ներկայացիչ, այստեղ հակասություն տեսնում եք, թե չեք տեսնում։ Ու մի այսպիսի հանգամանք կա, էլի, այսինքն կցորդ, ոչ կրծորդ, չեմ ուզում այս տերմինաբանության մեջ անկեղծ ասած մտնեմ, բայց գոյություն ունի քաղաքականության մեջ քաղաքական պատասխանատվության աքսիոմաներ։ Այսինքն, եթե դու քո քվեով նպաստում ես որևիցե անձի կապ չունի որ քաղաքական ուժի մարդու քաղաքապետ դառնալու դու դրա համար կրում ես քաղաքական պատասխանատվություն։ Ու մի զարմացեք, որ երբ որ այդ քաղաքական պատասխանատվությունը կրելով մարդը Հայաստանի Հանրապետության անկախությունը կասկածի տակ դնող արտահայտություն է անում, ձեր նկատմամբ հարցեր է առաջանում, որտեղ կապ չունի քանի ձայն եք տվել, որ չտայք ինքը քաղաքապետ չէր դառնալու, չէ՞ ոնց հասկանում եմ։ Կամ առնվազն տալով այդ քաղաքական պատասխանատվությունը կրում եք։ Ու ինչն է ամենակարևորը, ասում եք մեր ղեկավարը չի, մեր շեֆը չի, լավ։ Հայտարարել եք, որ համաձայն չեք հետը։ Այդ էլեմենտար հայտարարությունը ձեր քաղաքական ուժը արել է, թե չի արել։ Ոնց որ թե չի արել, առնվազն ես չեմ հանդիպել, եթե արել եք, ցույց տվեք, հասկանամ։ Հիմա ինչ վերաբերում է չզեկուցվող հարցերին։ Ախր այդ պահն է, էլի կարևոր բռնել։ Դուք չզեկուցվող հարցերի խնդրից խոսում եք այն հարցի քննարկման ժամանակ, որը դարել է զեկուցվող, այդ թվում քաղաքացիական պայմանագիր խմբակցության ավականու անդամների քվեներով։ Գոնե լավ մի հատ այլ հարցի ժամանակ դրա մասին ասեք, հենց այդ նախագծի մասին։ Շատ բարի, սրանից առաջ հարցի քննարկումներ չի ելնում կամ սրանից հետո չի լինելու, ինչի մասին է խոսքը։ Ինչ վերաբերում է հանձնաժողովներին մի հատ էլ հարց, անկեղծ էլի, սրան էլ եմ պատասխան ակնկալում, չեմ հեգնում։ Որ ասում եք հանձնաժողովները այդքան կարևոր են եւ այլ, օրենսդրությանն էլ երևի տիրապետում եք։ Երևան քաղաքի ավականու 2023 թվականի ընտրությունների արդյունքում ձեր քաղաքական ուժը օրենքի ուժով պետք է հանձնաժողովի նախագահների քվոտաներ չունենար, պարոն Գալջյան, չեմ սխալվում։ Լավ, չէիք ուզում պարոն քաղաքապետը, պարոն Ավինյանը ընտրվի քաղաքապետ, այդ հարցը բոյկոտում էիք։ Չնայած դա էլ է հետաքրքիր, երբ որ դուք չեք մասնակցում էդի բոյկոտը, երբ որ մենք չենք մասնակցում, այդ վախենալ փախնել է, դա էլ է հետաքրքիր, այդ ինչ երկակի ստանդարտ է, էլի ոնց է ստացվում։ Հիմա ուզում եմ հասկանամ, այդ հարցից հետո ինչի չեկաք ձեր հանձնաժողովի նախագահների քվոտաներին տեր կանգնեիք, եթե այդքան կարևորում էիք այդ ինստիտուտը։ Հիմա ես անկեղծ եմ այս հարցերը տալիս, որտեղ այստեղ դիսոնանս ու հակասություն եմ տեսնում։ Տեսեք, շատ բաներ խոսացին, այդ թվում ձեր ֆրակցիայի անդամները, չգիտեմ, էլ ինչ ասես, չգիտեմ, փակված անհայտ ինձ առնվազն համասարանների շրջանավարտներ, ինձ ասում են, որ ես թերուս եմ, չեմ ուզում դա քննարկեմ։ Ձեր ասած հորդորին անցալով կոռեկտության սահմաններում հարցեր եմ ուղղում։ Խնդրում եմ պատասխանեք։ Շնորհակալություն։